Եթե դա պատահեր 1000 տարի հետո, Լևոն Պապը այդքան էլ պիտի ապրեր։ Պիտի ապրեր, որ Արմենակ թոռանը մշտարթուն պահեր այդ օրվա համար, որ երգրից բերած երկարափող մոսի նտար թոռանն ու կռիվ ճամփեր։ Մուշի, Ալաշկերտի մասին պատմածները միս ու արյուն էին դարձել, խառնվել Արմենի խռոված ու ամբոստ հոգուն։ 89-ին Նորքի լանջին սկսեց Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումը։ Դառնաղի ողբով կիսակառույց եկեղեցու բակում թաղեց ընկերոջը Տիգրանին, ու հրաժեշտի երեկոյին ջութակի մանկամիտ խաղին տրված Լևոն Պապից ժպիտ մաղթանքը ստանալով Մոսինը ձեռքն առավ ու տնից դուրս եկավ։ Տոնաշենի Մատաղիսի կատաղի մարտերից մազապուրց փրկված թուրքերը երկար ու ահով են հիշելու լայնաթիկունք, սև մազերով, խենթ ու շանթահար աչքերով այն հային, որ հայդուկապետ Մեղրյանին միացած իր ջոկատով անխնակ կոտորում էր ելուզակներին։ Գլխավորելով 89-ին կազմավորված Նորք կամավորական ջոկատը, Արմենը իր մարտական կնունքն է առնում երասխի կռիվներում։ Նրա առաքելության երկար ճանապարհը պիտի անցներ Սիսյանից Վայք, Գորիս, Ղափան։ 90-ի մայիսին ռազմխորհրդի որոշմամբ Արմենը նշանակվում է Տիգրան մեծ աշխարհազորային գնդի հրամանատար։ Նրա հրամանատարությամբ գունդը մասնակցում է Շահումյանի Բուզլուխ, Էրքեջ, Մանաշիր գյուղերի պաշտպանական մարտերին։ 92-ին մասնակցում է Մարտակերտի համար մղվող մարտերին։ Խրամատում վիրավոր կրծքի արյունը մաքրելիս ժպիտ էր իջել աչքերին։ Միտքը Տիրամոր եկեղեցին էր։ Վերքն ու արյունը արածի կարևորությունն ու գնահատականը։ Ծերանոցի լքյալները նրա բարեհոգի օգնությանն էին սպասում։ Զոհված ընկերների զավակները նրա աջակցության կարիք ունեին։ Իր հայրենակցի, երկրացու պատգամները նա պիտի հասցներ ազգային ժողով, Տիրամոր եկեղեցին առանց նրա չէր կառուցի։ Նա հաղթանակած տուն դարձավ։ Հին ձգձգվող ու անկատար երթումը նրա բազկի մեջ կյանք առավ, դարձավ լեգենդ ու որպես կենսատու նշխարք բաժանվեց պապակ շուրթերին։ Արմենակ Արմենակյան, մեր